մի աննկարագրելի յուրահատուկ զգացումով է լցվում, շատ եմ սիրում այս բնակարանը, ուրեմն որտեղ կան գառա, ինչի մասին էի խոսում արդեն մոռացա, որովհետև նորից գրավվեցի սարերի բնության գեղեցկությամբ ու խոսքս թեքվեց ուրիշ ուղղությամբ, իմ մասնագիտությունից էի խոսում, ուրեմն այնքան լավ հաճախորդներ էի ունենում, անկախ այն բանից, որ վարպետների մեջ տարիքով ամենափոքրը ես էի, 19 տարեկան էի, իսկ ամենատարիքովը 65 տարեկան էր, և ճիշտը որ ասեմ, հիանալի կոլեկտիվ էին, հիանալի, ես իրանց կարոտով եմ հիշում, որովհետև մի քանիսը արդեն այս կյանքում էլ չկան, իսկ ովքեր էլ որ կան, ես երբ որ իրանց հանդիպում եմ, այն որ հարազատի զգացողություն եմ ունենում իրանց հանդեպ, որովհետև մենք ամեն օր մեր ժամանակը միասին էր անցնում, ասել խոսելով, ուրախանալով, մեր ուրեմն ընդհանուր այդտեղի ղեկավարը, ժամանակ ասում ենք ցեխի վարիչը, ինքը շատ հումորով մարդ էր, վերին աստիճանի և մեր ամբողջ օրը այսպես ծափ ու ծիծաղով էր անցնում, իրանց միշտ հիշում եմ ես ու դեմքիս ժպիտ է գալիս, ուրեմն շատ օրհնված էր այդ աշխատանքը ու ես չեմ դադարել երբեք զբաղվելով կարու ձևով, ուրեմն 90-ականներին, երբ որ սովետական կարգերը փլուզվեցին, շատ ու շատ արդեն սկսվեց պատվերներ հագուստի նորոգելու, ձևափոխելու, որը որ ես բացարձակ չէի սիրում այդ ժամանակ, բացարձակ չէի սիրում, բայց այն որ քանի որ ես էությամբ Աստված ինձ ստեղծել է այնպիսին, որ ես մարդկանց սիրում եմ օգնեմ, ուրախացնեմ, ինչ որ իմ ձեռքից գալիս է, ես դա ներդնեմ, կարիք ունեցող մարդկանց օգնելու և ուրախացնելու համար, այսպես ուրեմն սկսեցի օրստորե մոդելյորական այդ ձևից, իմ աշխատանքի, իմ մոդելյորական ոճից, ես